Կառավարությունը մարդկանց տալիս է ավտոբուս, վճարում է ավտոբուսի համար եւ ավտոբուսով հասցնում է Դուբայից օրինակ Մասկատ օդանավակայան, որտեղ կառավարությունը նաեւ ստացել է թռիչքի թույլտվություն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Հիմա նայեք, ասում եք գները բան են եղել, բայց օրինակ եկեք նաև հասկանանք, մենք խոսել ենք, բանակցել ենք ավիաընկերությունների հետ, եկեք արձանագրենք, որ այդ նույն սովորական թռիչքով չի, չէ, ճանապարհով չի թռնում ինքնաթիռը, փակ այդ ամբողջ, այսինքն օդանավը Մասկատ Երևան թռիչքի համար այլևս այսպես չի գալիս, չգիտեմ, այսպես է գալիս։ Այդ նշանակում է կրկնակի երրակի ժամանակ օդում, ըստ այդմ նաև ծախսեր եւ այլն։ Օրինակ, եթե հետաքրքիր է մի թռիչքի ինքնարժեքը ինձ ասեցին $170,000 է, եթե դա պայմանական բաժանես ասենք, չգիտեմ, 200 քաղաքացու վրա արդեն կարաս ֆիքսես, որ ինքնարժեքը մեծ տոկոս է։ Ես իսկապես չեմ իմանում գները։ Եկեք նաև արձանագրենք, որ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք, զբոսաշրջային նպատակներով, հա։ Կարելի է իհարկե լինի այլ պատճառներ, բայց ներողություն, եթե մի մարդ, օրինակ կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ, մի մարդ, որը մի ամիս է համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաեւ պահանջը կառավարության նկատմամբ նաեւ այդ տոմսը առնել, նաեւ այն